Դուք որ ասում եք դպրոց խել շատ կառուցում կամ ասֆալտ շատ, որտեղ ուղեղ չնա, այդ որ ցույց եք տալիս դրա համար։ Դուք հասկանում եք, այս ինչի հետ մենք գործ ունենք, ժողովուրդ։ Դուք հասկանում եք, որ բարդ է մտածումա դպրոց շատ ենք կառուցում, որովհետև ուղեղ չունենք։ Աստված ջան, հասկանում եք ինչ մեղք են այս մարդու տենց կողքի մարդիկ։ Ինչ է։ Կարար չէ բախտներս բերեր, ասենք գոնե տենց սովորական տգետ մեկը լներ մեր ընդդիմությունը։ Ինչ է։ Գիտեք էլ ինչն է փոխվել Հայաստանում, որ այսօր երբեմնի անպարտելի թվացող օլիգարխները գնում են ժողովրդի դուռը ու ժողովրդից ձայն են խնդրում։ Օլիգարխիա եւ ժողովրդի հարաբերության մեջ օլիգարխիան է խնդրողը եւ ոչ թե ժողովուրդը։ Եվ այսպես էլ միշտ լինելու է, որ Ռոբերտ Քոչարյանը, ով իրեն հռչակում էր միակ տղամարդ, այսօր գնում է գյուղ իր աղքատիկ թոթովախոս հայերենով փորձում մարդկանցից ձայն խնդրել։ Այս այա փոխվել։ Մի բան ինչ որ ժամանակին կլիներ ֆանտաստիկա, այսօր իրականություն է եւ ժողովուրդը հունիսի 7-ին պաշտպանելու է իր այդ իրավունքը, տիրոջ իր այդ իրավունքը, որն իրենից ուզում են խլել։ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ եւ միայն մեկ տեր, եւ այդ տերը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Սիրելի ժողովուրդ, ուրեմն ռուսաստանցի օլիգարխը անընդհատ խոսում է, որ իրենք գործարաններ են սարքելու։ Հիմա ես ուզում եմ մեր սիրելի հայրենակիցը պատմի մի գործարանի պատմության մասին, համեցեք։ Ուրեմն Ռեոմոլի տեղը եղել է Արաբկիր կահույքի ֆաբրիկան, որտեղ 40 տարի աշխատել է իմ հայրը։ Ես մանկուց այդ ֆաբրիկան գնացել եկել եմ։ Հիմա քանդել է Ռեոմոլա սարքել։ Ընդամենը այդքանը։ Մենակ այս փաստով ուղղակի Սամվել Կարապետյանը եւ ռուսաստանցի օլիգարխի թիմը ուղղակի մերկանում է իրանց կեղտոտ ստերով հանդերձ։ Ուղղակի իմացեք ժողովուրդ ջան։ Քանդեցին գործարանը, քանդեցին ամբողջ ստանոկները, հավիրեցին տարան, տեղը Ռեոմոլ սարքին։ Ու Ռեոմոլն էլ, եթե ինքը մանր բիզնեսին ազատում է հարկերից, հետո Ռեոմոլի ժողովրդից փող չհավաքի։ Այդ մի մետր տեղը $1000 փող է վեկալու։ Բախյա վեկալու։ Այսօր ես չեմ ասում։ Մանր բիզնես է։ Դե մի վեկալ փող այդ մարկանցից։ Լսել եք Կալուգացի օլիգարխի մտքի փայլատակումները։ Դուք որ ասում եք դպրոց խել շատ կառուցում կամ ասֆալտ շատ, որտեղ ուղեղ չնա, այդ որ ցույց եք տալիս դրա համար։ Այո, ճիշտ լսեցիք, Կալուգացի օլիգարխը մեզ համարում է անուղեղ նրա համար, որ Հայաստանում կառուցում են դպրոցներ ու ճանապարհներ։ Որովհետև Կալուգացի օլիգարխին ու նրա մտերմիկ շրջապատին պետք չէ որ Հայաստանում կառուցվեն դպրոցներ, պետք չէ որ Հայաստանում կառուցվեն կրթօջախներ, պետք չէ որ Հայաստանի ժողովուրդը ստանա պատշաճ կրթություն։ Որպեսզի հարկ եղած դեպքում այդ ժողովրդին իրանց համար սարքեն սափրագլուխ ախրանիկներ կամ խոպանչի բանվորներ, տանեն Կալուգաներում աշխատացնեն կոպեկների դիմաց ու Աստված գիտի վերջում փողը կտան, թե չեն տա։ Որպեսզի Հայաստանի ժողովրդին ընտրություններից առաջ կոպեկներով կաշառեն ու գողանան ժողովրդի քվեն։ Սա է Կալուգացի օլիգարխի ասացի ողջ տրամաբանությունը։ Ինչ խոսք, պետք է խոստովանեմ։ Դպրոցների շինարարության հարցում մեզ մեղադրելը ուժեղ բլթ էր Կալուգացի օլիգարխի կողմից։ Քարոզարշավի ընթացքում տեղեկացա, որ Սամվել Կարապետյանը հերթական փառահեղ միտքն է հնչեցրել այն մասին, թե այս իշխանությունները դպրոց են կառուցում, քանի որ ուղեղ չունեն։ Բա լավ, ուղեղ ունեցող մարդը նման բան կկարողանա արտաբերել։ Իհարկե ոչ։ Եվ ընդհանուր առմամբ դպրոցաշինությունը պետության համար երկարաժամկետ ներդրում է, ենթադրում, եւ ճանապարհներ օրինակ կարող են մաշվել եւ վերաներդրման կարիք առաջանա, բայց կրթությունը չի մաշվում, ստացած կրթությունը չի մաշվում եւ կրթված անհատը քաղաքացին այս պետության կարևոր հենասյուներից մեկն է եւ ընդ որում նաեւ հավելեմ, որ այդ թվում այս իշխանությունները կառուցում են դպրոցներ, որպեսզի Սամվել Կարապետյանի նման մարդիկ չմեծանան կամ մեծանալով օրինակ հաղթաշավ բառը կարողանան գոնե թե ճիշտ արտաբերել։ Դուք որ ասում եք դպրոց խել շատ կառուցում կամ ասֆալտ շատ, որտեղ ուղեղ չնա, այդ որ ցույց եք տալիս դրա համար։ Դե հա էլի ճիշտ է ասում մարդը, անխելք ենք լրիվ։ Փոխանակ բյուջեի փողերը լցենք մեր գրպանները, ամեն մեկս դոլարային միլիոնատեր դառնանք, դրել ինչ որ ասֆալտ ու դպրոց են կառուցում։ Այս ինչ թիթիզություն է։ Պետք է այդ փողերը պահենք մեզ, հետո այդ փողերից ինչ որ փոքրիկ հատված տանք որպես ընտրական շարք, անդադ ընտրվենք։ Այդ չի հայկական ավանդական ձևը։ Դրել ինչ որ անխելքությամբ ենք զբաղվում։ Իսկ եթե լուրջ սիրելի օլիգարխներ, կլինի դուք երբևիցե մի հատ միտք արտահայտեք, մեկ միտք, որը լիակատար հիմարություն չլինի։ Սիրելի բարեկամներ, Կալուգացի օլիգարխը նաև շարքային ստախոս է։ Եկեք դիտենք տեսանյութը եւ ես հետո կապացուցեմ թե ինչու։ Բոլոր տենդերները կարող եք նայել կամ կրում են ԿՊԱ-ները կամ ԿՊԱ-ների համախոհները։
Ուրեմն 2019 թվականին, երբ պետական բյուջեի եկամուտները գերակատարվում էին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ հանձնարարեց առաջարկներ տալ, թե ինչպես ծախսենք այդ գումարները, պետական բյուջեի մուտքերը, եւ ես երկու առաջարկ ներկայացրեցի որպես առողջապահության նախարար, մեկը պետպատվերի ընդլայնումն էր, մի քան մոտ 10 միլիարդ դրամի չափով, եւ նաեւ բժշկական կենտրոնների կառուցման եւ արդիականացման աշխատանքներ, եւ դրանց մեջ էր նաեւ Տաշիրի բժշկական կենտրոնը, որը շատ անմխիթար վիճակում էր եւ հիմա էլ նա կառուցվում է եւ շուտով կհանձնվի շահագործման նոր շենքը։ Գիտեք ով է կառուցում Տաշիրի բժշկական կենտրոնը եւ ով է հաղթել այդ գնման գործընթացը ի հակառակ կալուգացի ստախոս օլիգարխի պնդումների։ Հենց իրենք պետական բյուջեի հաշվին նաեւ շահույթ ապահովելով T-Construction կազմակերպությունը շահել է գնման գործընթացը, տենդերը Տաշիրի բժշկական կենտրոնը կառուցելու։ Սրանից ավելի լավ ապացույց նրա ստախոս լինելու չկա եւ նաեւ լավ ապացույց իր այդ կեղծ բարերարության կամ մեծն բարերար լինելու, որ հենց Տաշիրի բժշկական կենտրոնը պետական բյուջեի միջոցներով կառուցում է Տաշիր գրուպին պատկանող ընկերությունը շահույթ ստանալով էլի պետության հաշվին։ Լավ եղեք։ Ստախոս ոչ այդքան գրագետ թույլիկները ուզում են իջեցնել պետության կողմից տրամադրվող աջակցությունները երեխա ունեցող ընտանիքներին, այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, որ այդ իրենց առաջարկը ավելի վատ է, քան մենք այսօր առաջարկում ենք, ասում է 4 երեխա ունենալու դեպքում 2 միլիոն դրամ կտանք, այն դեպքում, երբ որ մենք տալիս ենք երրորդ երեխայից սկսած 50,000 դրամ ամեն ամիս մինչև 6 տարեկանը, որը դառնում է 3 միլիոն 600,000 դրամ, եւ դա չհաշված այդ վճարը, որի դեպքում դառնում է 4 միլիոն 320,000 դրամ, եւ միանվագ ծննդյան գումարներ 500,000 դրամ, գրեթե դառնում է 5 միլիոն դրամ երրորդ երեխայից սկսած, եւ նորից չհաշված մինչև 2 տարեկան երեխայի նպաստը, որը որոշ դեպքերում 31,600 է, որոշ դեպքերում 37,500-ից որոշ դեպքերում դրանց գումարը, այսինքն մինչև 2 տարեկան շատ ավելի շատ գումար առաջի, երկրորդ երեխայի դեպքում եւ երրորդ երեխայի դեպքում էլ, այսինքն դրանք միլիոնավոր դրամներ են, որ տրամադրվում են մեր երեխա ունեցող ընտանիքներին ու նաեւ կապկում են, այսինքն վատ ձևով պատճենում են մեր բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որը մենք շուտով կընդունենք եւ կմեկնարկենք 6 երեխա ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու, որից հետո արդեն անցնելու ենք ավելի քիչ թվով երեխա ունեցող ընտանիքներին, 5 երեխա ունեցող ընտանիքներին ու փորձում են ինչ-որ ծխածածկույց ստեղծել, որ իրենք ուզում են այդ հարցը լուծել, հակառակը փաստորեն իրենք ուզում են այդ հարցում վատթարացում ապահովել, չի ստացվելու, որովհետև ժողովուրդը թույլ չի տա այդ վատթարացումը եւ ընդհանրապես այդ ստախոս ոչ այդքան գրագետ թույլիկներին թույլ չի տալու որևէ որոշում կայացնել Հայաստանի Հանրապետությունում։ Ստացություն լավ եղեք։ Ընտրատասով շիկ ես, ընտրություններին փող, քյաբաբ կամ շալվար ես բաժանում, ապա քեզ սպասում է դաժան վերջ, որովհետև ես, Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Ալխազղազյանը բերում ենք նոր օրինագիծ։ Եվ այսպիսով ընտրակաշարք տվող ընտրատասով շիկը նախկին 8 տարվա փոխարեն այժմ կդատվի 10 տարի միջև, իսկ վերցնողը 7 տարվա փոխարեն կդատվի ու բանտում կնստի միջև 9 տարի ժամկետով։ Էնպես որ սիրելի ընտրատասով շիկ քո բանը բուրդ է։ Տարածիր տեսանյութը, որ բոլոր ընտրատասով շիկները եւ ընտրատասով շիկների ձեռքից փող վերցնողները տեսնեն։ Իմացա Ռոբիկը մեծ խոսացել է։ Ինչ որ կզելուց, կզացնելուց։ Ուրեմն 2021-ին հայ ժողովուրդը քեզ արդեն կզացրել է, Ռոբիկ։ Բայց եթե չես հասկացել հետդ կատարվածը, նույնը անելու է 2026-ի հունիսի 7-ին։ Կասկած չունենաս։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ փոքր ինչ ներողամիտ լինեք, որովհետև այս եթերում գուցե կասեմ բաներ, որոնք որ չի ցանկանա ասել, բայց այնուամենայնիվ ստիպված եմ ասել։ Քիչ առաջ տեսա, որ Ռոբերտ Քոչարյանը վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին եւ ընդհանրապես մի քանի մարգինալ ուժ կան, որոնք որ նույնպես վիրավորական արտահայտություններ են փորձում գցել շրջանառության մեջ եւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան Դաշինքի հետ միասին հասկանում է, որ չի կարողանում հատել անցողիկ շեմը, որպեսզի Հայաստան Դաշինքը հատի անցողիկ շեմը, նրան պետք է մոտավորապես, եթե մասնակցությունը լինի 1 միլիոնից ավել կամ 1.200.000-ի չափով, մոտավորապես 100,000 ձայն։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստան Դաշինքը չի կարողանալու 8%, 7% ձայն հավաքել եւ ակնհայտ է, որ հիմա ինքը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի իր շուրջը համախմբի
ընդդիմադիր զանգվածին եւ կարողանա հատել այդ շեմը, ինչը չի ստացվելու այնուամենայնիվ, բայց այսօր քիչ առաջ Քոչարյանը իրեն թույլ է տվել վիրավորել Հայաստանի Հանրապետության ընտրված ղեկավարին, ասելով այ համբալ։ Ուրեմն Քոչարյանը նախ եւ առաջ պետք է իմանա, որ ինքը իրանից մեծ, իրանից հաջող համբալ հայ ժողովուրդը չի ունեցել, անհաջող հայ համբալ հայ ժողովուրդը չի ունեցել, որովհետեւ ինքը այլ երկրի համբալ է, որը որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկել է եւ դիտարկում է որպես տեղ, որտեղ ինքը միլիոններ, միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ փող է աշխատել եւ միևնույն ժամանակ սպասարկել է այդ երկրի համբալություն է արել այդ երկրի համար։ Դրա համար համբալը ինչ է ինքը լավ գիտի եւ ցավալին այն է, որ այդ մարդը Հայաստանի Հանրապետության նախագահ է ներկայանում, նախկին նախագահ է ներկայանում, բայց մենք բոլորս գիտենք, չէ՞ որ այդ համբալը երբևիցե չի ընտրվել։ Եվ ընտրությունները կեղծված են եղել, բռնություններ են եղել ընդդիմադիրների նկատմամբ եւ այլն եւ այլն եւ այլն։ Միևնույն ժամանակ այդ համբալը խոսում է ազգային արժեքների մասին։ Բայց դու ինչ կապ ունես հայկական ազգային արժեքների հետ։ Չէ, անկեղծ։ Դու Արնախում եւ ընտրությունները կեղծող, պետությունը կեղեքող, տարբեր ձևերով պետության հաշվին հարստացող եւ այլ երկրի շահ սպասարկող մի համբալ ես, որին ատում են։ Քեզանից ատելի մարդ հայ ժողովրդի պատմության մեջ, քաղաքական պատմության մեջ չկա։ Քեզ հիշում են մահվան հետ կապված, քեզ հիշում են քո հոկտեմբերի 27-ի հետ կապված, մարտի 1-ի հետ կապված, երբ որ սուտ էիր խոսում, բերանը ծռելով ասում էիր, որ մեքենայի հետևից դուրս են գալիս, կրակում են, ներս են մտնում։ Ուչեստկովի գործը։ Դու ինչ ինքնություն ունես։ Դու հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես։ Դու հայերեն խոսել գիտես, դու հայերեն գրել գիտես, դու ինչ հայկական ինքնություն։ Դու մանկուրտ ես։ Մանկուրտ։ Այդ բառը գիտես ինչ նշանակում։ Մանկուրտ ես։ Դու ինքնություն չունեցող մի անձնավորություն ես։ Կարող ես գնալ ինձ դատի տալ, բայց մի բան իմացի, Քոչարյան, որ սա այս ամենը քեզ չի փրկելու եւ չի օգնելու։ Դու հայտնվելու ես բանտում, դու պետք է հայտնվես բանտում։ Դու պետք է պատասխան տաս այն ամեն ինչի համար, ինչ արել ես հայ ժողովրդի նկատմամբ։ Ոնց ես գույքը պարտքի դիմաց տվել օտար երկրի, ոնց ես ամեն ինչ արել տնտեսության առումով, որպեսզի տնտեսության Հայաստանի տնտեսությունը լիովին կախված լինի մեկ տեղից եւ քեզ այդտեղ կարողանան բան նամեստնիկ կարգեն, հա, քո լեզվով ասեմ, որ դու հասկանաս։ Որ Հայաստանը ծայրագավառ լինի, որ դու կարողանաս Հունաստանում, Աֆրիկայում վայելես քո միլիոնները, հարյուրավոր միլիոն դոլարները։ Քո խմբակցությունը, Հայաստան Դաշինք խմբակցությունը ձախողվել է ազգային ժողովում։ Եվ ձեր քաղաքական ավարտը արդեն կա։ Նենց որ երբ որ մի բան ես խոսում, իմացի, որ դու Պանդորայի արկղ ես բացում։ Ուստի լավ մնա, քեզ մնացել է ընդամենը մի ամիս, 1.5 ամիս, եւ քաղաքական կարիերան կավարտվի, չնայած երբեր սկսվել մեծ հաշվով, եւ միգուցե կարողանաս գնաս քո տիրոջ մոտ, եթե սեկտդ բաց լինի։ Կգնաք, խնդրանքդ կկատարի երևի, այն որ խնդրում էիր, ասում էիր, զալոժնիկի կարգավիճակում չես կարող լինես, քո ազգի, եթե քո ազգն է էսի, քո ազգի մեջ դու զալոժնիկ ես, քո երկրում, իբր քո երկրում դու զալոժնիկ ես։ Մի բացի մի դուր, որի տակից չես կարողանալու դուրս գաս։ Հիշի դու ով ես, մարդ ես, ով չի կարողանում թիկնապահներով փողոցով քայլի, նույնիսկ թիկնապահներով փողոցով քայլի։ Դու մարդկանց քո ձեռքերը արյունոտ են, ու դու դրա համար պատասխան ես տալու։ Համ ստեղ ես պատասխան տալու, համ Աստծո առաջ ես պատասխան տալու։ Չնայած դու դրան չես հավատում։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե ՔՊ-ում համբալ բառը ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսալիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք, համբալ։ Այս տրենդը Հայաստանում տարածված է ու շարունակում է տարածվել, որովհետև Հայաստանում թե Ռոբերտ անունը առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունը առանձին վերցրած, շատ հարգված են, բայց երբ դրանք կպնում են իրար, միանում են իրար, բառադարձվում են ու դառնում են համբալ։ Հասկացար, այ համբալ։ 2021 թվին ժողովուրդը քեզ կզցրել է ու չկասկածես, որ 2026 թվի հունիսի 7-ին ժողովուրդը նորից քեզ կզցնելու է։
ու դու կզած վիճակում, հենց կզած վիճակից, տանկերի ու զորքերի ու վահանների հետևից կրակել ես ժողովրդի վրա, ու ժողովուրդը նաև սրա համար է քեզ կզծնելու ու երկար ժամանակով ուղարկելու է քրեակատարողական հիմնարկ։ Եվ հետո այ համբալ, որ ասում ես 5000 զոհ, հիմնավորի քո ասած 5000 զոհը, հիմնավորի, որ 5000 զոհ է եղել։ Եթե չհիմնավորեցիր, ժողովուրդը մի անգամ էլ լրացուցիչ քեզ դրա համար է կզծնելու, չկասկածես, ու այդ բառերի տակից դուրս չես գալու, եթե չհիմնավորես, իսկ հիմնավորել չես կարա, ես եմ քեզ ասում։ Լսում էի, թե ինչպես է մի բարետես տիկին Քոչարյանի դաշինքից խոսում Աջափնյակի մետրոյից եւ որ առհասարակ մենք որևէ աշխատանք չենք անում, ամենածիծաղելուն գիտեք ինչն է, որ իրենց դաշինքի առաջին համարի կառավարման տարիներին միայն Երևան քաղաքում մոտավորապես 5 տասնյակ մանկապարտեզ է օտարվել եւ վաճառվել։ Եվ այս մանկապարտեզ ծախողները մեզ մեղադրում են աշխատանք չանելու մեջ։ Երբ որ մենք մոտավորապես արդեն այնքան մանկապարտեզ են կառուցել եւ հիմնանորոգել, ինչքան իրանք ծախել էին։ Եվ սիրելի երևանցիներ, չկասկածեք, Աջափնյակի մետրոն նույնպես կառուցվելու է։ Զգացել եք, չէ՞, որ Գագիկ Ծառուկյանը նոր մրցակից ունի իդեմս կալուգացի օլիգարխի։ Դե մտավոր ունակություններն ու ճարտար լեզուն բնականաբար նկատի ունեմ։ Իհարկե Քոչարյանն էլ չի զիջում այս առումով, բայց ոնց հասկանում եմ Քոչարյանի կողքին ինչ որ մարդիկ կան, որ նրան հուշում են, որ քիչ խոսա, թե չէ ինքն էլ ողջ պոտենցիալն ունի այս երկուսին մեկ նախադասությամբ կամ մեկ բառով անգամ հաղթելու։ Հետո էլ այս մարդիկ ուզում են ընտրական շեմը հաղթահարեն։ Դուք ավելի լավ է մտահոգվեք, որ դպրոցական հայոց լեզվի միասնական քննությունները չեք կարող հաղթահարել։ Լրիվ նույն դասարանից եք։ Ձեր փաստաբաններն էլ կալակ խնդրեք գնան դատարաններում միջնորդություն ներկայացնեն, որ ձեր նկատմամբ խափանման միջոց կիրառեն, որ արգել են հրապարակային խոսքը։ Դա չէ ձեր գլխավոր թշնամին ազատությունն ու ուղիղ եթերն է։ Իսկ դուք կարող եք ասել, սիրելի հայրենակիցներ, ով ավելի խելացի՝ Կալուգացի օլիգարխը, Ծառուկյան Գագիկը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Արագ մի բան ասեմ, իմ եւ падգամավորներ Արուսակ Ջուլհակյանի, Ալխազ Ղազարյանի եւ Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար կփոխվի։ Նախկինում նախատեսված պատիժը մինչև 8 տարի ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ։ Նախկինում նախատեսված ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկմամբ։ Հիմա գնացեք մտածեք, արդյոք արժի 100 կամ 200,000 դրամի հեռուստացույցի, շալվարի, քյաբաբի դիմաց գնալ եւ բավականին երկար ժամանակ անցկացնել ուղիղ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն եւ մտնել այս ամենի մեջ եւ նաեւ հարվածի տակ դնել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնուրույն որոշում կայացնելու փաստը։ Իսկ այն մարդկանց, ովքեր որ միջև այս պահը ներքաշվել են դրա մեջ, ես անկեղծ չեմ նախանձում։ Ուժեղ Հայաստան կամ մեր ձևից, չգիտեմ անուն ինչ կդնեք, այդ քաղաքական ուժի ղեկավարը, ով նաև իդեպ падգամավորի տեխնացու չի, չէր կարող լինել վարչապետի տեխնացու, երեք շարունակել է պնդել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ից հետո Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցիներ։ Ես պաշտոնապես ու ամենայն պատասխանատվությամբ ասում եմ. Սամվել Կարապետյան, սուտ ես խոսում։ Սուտ ես ասում։ Սետախոսես։ Ինչպես ճիշտ հուշում են նաև սիրելի քաղաքացիները, կարելի է ավելի պատրաստվել եւ նաև ելույթների ժամանակ ճիշտ բառեր ընտրել, որպեսզի խայտառակ չլինեք այս հասարակության առաջ։ Սա ամենակարևոր շեշտադրումն է, նորից եմ ասում։ Ես պատասխանատու ասում եմ, Սամվել Կարապետյանը, նրա քաղաքական թիմը, յուրաքանչյուր падգամավորի տեխնացու, քաղաքական դերակատար, ով դրա մասին խոսում է, ինքը ստում է։ Հիմա այսօր անվտանգությունից խոսում են մարդիկ եւ քաղաքական ուժեր, ովքեր ոչ միայն բանակում չեն ծառայել, ասուն մարդիկ են, իրենք են քաղաքական ուժ ղեկավարում, ցուցակ են ղեկավարում, այլև այդ մարդկանց գերդաստանները իրենց ընտանիքի բոլոր արուզավակները բանակում չեն ծառայել։ Եվ սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ այս մարդիկ կտրված են հիմնական պորտալարից, կտրված են ժողովրդից։ Ոյմա խոսում են
պատերազմելու մասին, խոսում են ինչ-որ նվաճումների մասին, խոսում են վատ կառավարման մասին, իբր մենք բանակը վատ ենք կառավարում, իրանք գալու են բանակը լավ են կառավարելու։ Հարգելիներս, ով ինչից խոսա, դուք բանակից ոչ միայն չեք կարող խոսալ, այլև բանակից կիլոմետրերով պիտի հեռու մնաք։ Նորից եմ ասում նաև, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, ում ես իրավունք ունեմ եւ բարոյական եւ քաղաքական կասկածել դասալքության մեջ։ Եթե դասալիք չեք, այս ժողովրդին պարզ ասեք, ինչ պատճառով, ինչի բերումով, ինչ քայլերով ում աջակցությամբ են ձեր տղաները, ձեր հարազատների տղաները Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելուց ազատվել։ Կասեն, դուքները կհերիքի, չեն ասի։ Հիմա հասել ենք նրան, ասում են ընտանիքներին մի կպեք։ Որպես կանոն, այո, քաղաքական բարոյականությունը ինձ թույլ չի տա, ես խոսեմ մեկի կնոջ մասին, դստեր մասին, բայց ձեր հասուն տղերքի մասին խոսալը, այդ ինչ տենց անամոթ բան, հա։ Վզները հաստատած որ չեն ծառայ, կարելի է իմանալ։ Խի իրավունք չունեմ, հարցնեմ։ Տղա ջան, դարել ես 30 տարեկան կամ 40 տարեկան։ Ջերմոցային պայմաններում քեզ աճացրել, մեծացրել են, վիզդ էլ հաստատրել են։ Քիչ ես ծառայել, արա։ Ինչի չեն ծառայել ձեր զավակները։ Սամվել Կարապետյան, հարց եմ ուղղում քեզ։ Գագիկ Ծառուկյան, հարց եմ ուղղում քեզ։ Ինչու ձեր զավակները չեն ծառայել հայոց բանակում։ Այս հարցին եթե կարողանաք պատասխանել, ես այս թեմայով չեմ խոսա։ Բայց եթե դուք եւս մի անգամ շարունակեցիք խոսալ բանակից, անվտանգությունից, արդեն անվանական ձեր Գերդաստանի ցանկը հանելու եմ ու ասելու եմ Պողոսյան Պողոսը ինչի չի ծառայ, աղբորը տղենա, Մարտիրոսը ինչի չի ծառայ, քրոջը տղենա, քո տղեկը խի չեն ծառայ։ Սրա մասին էի ուզում այսօր խոսալ, հաշվի առնելով, որ նաեւ գյուղում տեսա, որ այլ քաղաքական ուժեր ներկայացվածություն ունեն ու դա նորմալ է ու գուցե շարքերում էլ կան քաղաքացիներ, ովքեր համակրում են այդ ուժերին։ Ես ընդամենը պիտի խնդրեմ ձեզ, որ այս հարցերը, եթե իրանց չեք կարող տալ կամ չեք տալիս, գոնե ինքներդ ձեզ հարցրեք։ Ուզում եք ձեր երկիրը նման մարդիկ ղեկավարեք։